Տավուշի 13-րդ դարի Առաքելոտ վանքի և բնակավայրի մասին ծրագիրը հաղթել է Եվրոպա-Նոստրա կազմակերպության 2025 թվականի մրցույթում և վանքն ու գյուղատեղին հայտարարվել են եվրոպական ժառանգության ամենավտանգված 7 հուշարձաններից մեկը։ Ծրագիրը Եվրոպա-Նոստրային է ներկայացրել ավստրիացի հայագետ Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դումտրագուտը։ Գիտնականը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի իր ղեկավարած հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրությունների լաբորատորիայի մասնակիցների հետ հետազոտել է Առաքելոտ վանական համալիրը և բնակատեղին և դրանք ներկայացրել է եվրոպական կառույցին իբրև հուշարձանախումբ։ Շուրջ 21 հուշարձանի ցանկ է կազմել, որում եկեղեցիներ, խաչքարեր, ձիթանք և այլ շինություններ են։ Հետազոտողների աչքից հեռու, նույնիսկ տեղացիների կողմից գրեթե մոռացված վանքի ու բնակավայրի ավերակները գրեթե ձուլվել են բնությանը, մինչդեռ միջնադարում այդտեղով է անցել Մետաքսի ճանապարհը։ Շահած ծրագրով նախատեսվում է Առաքելոտ վանքի ու հարակից տարածքի ամբողջական հետազոտություն, մաքրում և պահպանում, ինչպես նաև տեղական կարողությունների հզորացում, կրթության բարելավում և էկոտուրիզմի խթանում, որը ներառում է բնական և մշակութային ժառանգության պահպանումը։ Այս ամենը կատարվելու է տեղի բնակչության հետ և նրանց համար։ Ծրագիրը համայնքի մեջ հոգացու վերաբերմունք կձևավորի, դարձնելով նրան սեփական ժառանգության խնամակալը։ Շահած ծրագրին Եվրոպական զարգացման բանկը 10,000 եվրո է հատկացնելու, աջակցելու է նաև ֆինանսավորման հարցով այլ կառույցների դրամաշնորհներին դիմելիս։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։